Պարոն Ավինյան, տեսեք, դուք խոսում եք 60 հեկտարի մասին, ինչը իհարկե հենց ինքնին արդեն ցանկացած քաղաքի համար շատ շոշափելի տարածք է։ Ես իհարկե վստահ չեմ, որ իմ newsfeed-ի կարգաբերումները ամենադիպուկն են, բայց իհարկե շատ ուրախալի է եւ դա նկատելի է, որ մենք տարածքներում տարբեր վարչական շրջաններում բակեր ենք ազատում ուղղակի այդ մեզ հայտնի ցանկապատային տրամաբանությունից, բայց ես վստահ չեմ, որ հետո այդ դրանից արդյունքում այդ ապամոնտաժված ցանկապատների տեղում ինչ ունեցանք, վստահ չեմ, որ գոնե իմ newsfeed-ում պատշաճ ձևով լուսաբանվում է, որովհետև իհարկե քայլելի շրջելիս տեսնում ենք եւ նաեւ այսօրվա լրատվական միջավայրը հաշվի առնելով կարծում եմ մենք ավելի շատ ջանք պետք է գործադրենք այդ ամեն ինչը ցույց տալու համար, չնայած իհարկե տեղում մարդիկ տեսնում են եւ գոնե Երևանի տարբեր վարչական շրջանների մեր հանդիպումները եւ այլն այդ արձագանքը ցույց են տալիս եւ իհարկե այս process-ը անշուշտ պետք է շարունակվի խաղահրապարակներ իմիջիայլոց երեխաների արձագանքն ենք տեսնում եւ ամենուր իմիջիայլոց կա նաեւ շատ հետաքրքիր միտում ենթադրում եմ Երևանում եւ նաեւ այլ համայնքներում օրինակ ինձ համար ամենամեծ զարմացնող եւ հաճելի նորությունը այն է երբ որ մեր տարբեր համայնքների ղեկավարները ասում են դե գիտեք բնակիչների հետ պայմանավորվել ենք այս բաները ստեղի այս ինքնական ավտոտնակները ապամոնտաժելու ենք եւ այգի ենք կառուցելու Այն օրն էլ իհարկե ուղիղ եթերում է տեղի ունեցել խոսակցությունը, բայց ասում եմ, այսինքն համաձայնվել են բնակիչները, ասում են այո, համաձայնվել են։ Երկրորդ անգամ եմ հարցնում, ասում են համաձայնվել են եւ երբ որ շատ պնդում են, ասում են լավ, դե ասենք 30 ավտոտնակ կա, մի հոգի կարողա չի համաձայնվել, բայց դա կապ չունի։ Սա շատ կարեւոր process է։ Այս նշանակում է, որ մարդկանց ստեղ ուրիշ բան կա, իմ կարծիքով ստեղ կա նաեւ քաղաքացու եւ քաղաքային իշխանության հարաբերությունների խնդիր, որովհետեւ այդ հարաբերությունների, երբ որ հազար ներողություն, երբ որ մարդը տեսնում է, որ համայնքի ղեկավարը ստեղ իր հորոխբոր, աղբոր դասարանցու համար տարբեր տեղեր sense գարաժների տեղեր չի վերցնում եւ ընդհակառակը ջանք է գործադրում նոր կանաչ տարածքներ ավելացնել, մարդը ասում է, բայց մի րոպե, մի համայնքն է, ինչի ես պետք է իմ մասնակցությունը չունենամ դրան։ Եվ դա շատ կարեւոր, շատ գեղեցիկ եւ շատ հաճելի process է, եւ դա մի բան է, ինչի կապակցությամբ մենք պետք է շնորհավորենք իրանց եւ շնորհակալություն հայտնենք այդ մարդկանց, որ այսպիսի արձագանք են տալիս եւ իհարկե Երևանում էլ այդ process-ը կա, համոզված եմ եւ դա շատ լավ նորություն է։ Իհարկե Երևանը մեր մայրաքաղաքն է եւ հանրապետության ամենախոշոր բնակավայրը եւ մեր բոլոր խնդիրները, որ մենք տարբեր տեղերում ունենք, այստեղ խտացված են եւ ավելի շատ են երևում եւ մասնավորապես ամեն օր գրեթե ամեն օր մենք տեսնում ենք եւ նամակներ ենք ստանում, ահազանգներ, պահանջներ, խնդրանքներ կապված խցանումների խնդիրը լուծելու հետ եւ մենք աշխատանքային խումբ ենք ստեղծել, հույս ունեմ, որ այդ աշխատանքային խումբը լուծումներ կառաջարկի, բայց նաեւ հաշվի առնելով դարաշրջանը, ոնց որ թե մենք այդտեղ էլ արհեստական բանականությանը պետքա ավելի ու ավելի մեծ դերակատարում վերապահենք, բայց մյուս կողմից էլ պետքա հասկանանք ոչ մի փողոց, ոչ մի քաղաք անսահմանա, չգիտեմ ոնց են թարգմանում, բեզռազմերը հայերը ոնց է անչափ չի էլի, ինքը մեկա չափ ունի ցանկացած փողոց եւ մենք պետք է հասկանանք, որ այս իրավիճակը ստեղծվում է նրանով, մենք պետք է ավտոմեքենաների ներմուծման վիճակագրությունը տեսնենք եւ հասկանանք, որ այդ մեքենան գալիս է մտնում է այդ նույն փողոցը, բոլորը գալիս են մտնում են, ընդ որում հիմնական ժամերին հիմնական փողոցները պարզ են եւ բայց ամեն դեպքում ստեղ աշխատանք պետք է անենք Հիմի հույս կա, որ մի բան կարանք անենք այդտեղ, համեցեք։ Վարչապետ միանշանակ հույս կա եւ իրականում մենք շատ շուտով կոմիտեի նիստով եւ նաեւ կառավարության հաջորդ նիստով հուսանք կքննարկենք Երևանի թիմն օրենքը, որտեղ որ ունենք նոր կարգավորումներ, մասնավորապես օրինազանց վարորդների եւ ավտոմեքենաների կայանման սխալ վայրերում
կազմակերպելու դեպքում, այսպես ասած, այդ քարշակ ծառայությունը արտապատվիրակելու հնարավորություն ենք ստեղծում եւ իրականում երկու կոմպոնենտ կա, 3 կոմպոնենտ կա մեր ընդհանուր խցանումների հետ կապված։ Առաջին կոմպոնենտը միանշանակ ավտոմեքենաների քանակն է։ Միայն Երևան քաղաքում տարեկան մոտավորապես 12000 ավտոմեքենա է գրանցվում եւ բոլորը մտնում են երթևեկության մաս են դառնում եւ նաեւ հարակից մարզերից էլ նույնպես ավտոմեքենաները այդ թիվը չեմ բարձրաձայնում, մոտ մի այդքան էլ հարակից մարզերում է տեղի ունենում։ Երկրորդ կոմպոնենտը իրականում մեր վարելու պրակտիկան է։ Ինչքան էլ որ դա տարօրինակ չէ, այնուամենայնիվ մենք մեր շատ խցանումներ առաջանում են, որովհետև օրինակի համար վերջի վայրկյանին ընդեղին լույսի տակով անցած մարդը գնում է եւ կանգնում է խաչմերուկի մեջտեղում եւ դա էական մեծ դեր ունի, այսինքն մեր վարելու պրակտիկայում մենք բազմաթիվ խնդիրներ ունենք եւ երրորդը արդեն ձեր ասած լուծումներն են, որոնք որ կարող են այս երկու խնդիրների ինչ որ տրամաբանությամբ լուծումների դեպքում էականորեն մեղմել իրավիճակը եւ մեր տեսլականը գլոբալ առումով այն է, որ Երևան քաղաքում պետք է գերակայի հանրային տրանսպորտը պետք է ունենա առանձնացված գծեր, հանրային տրանսպորտը պետք է լինի ամենահարմարավետ միջոցը քաղաքով տեղաշարժվելու համար եւ նաեւ կառավարությունը այդտեղ էլ ջանք չի խնայում, ուզում եմ տեղեկացնել պարոն վարչապետ, որ 45 տրոլեյբուսները, որոնք որ ձեր հանձնարարականով եւ կառավարության ֆինանսավորմամբ Երևան քաղաքը ստանում է, մի փոքր ուշանալու են կապված Իրանում իրավիճակի հետ, բայց մայիսի կեսերին 45 տրոլեյբուսները կհասնեն Երևան։ Շատ լավ, դե այստեղ իհարկե մենք պետք է հիշենք նաեւ մետրոյի մեր ծրագրերի հետ կապված, ընդ որում սա շատ խոշոր նախագիծ է Հայաստանի համար, եկեք արձանագրենք, որ վերջին 30 տարում Հայաստանի Հանրապետությունում մետրոյի ոչ մի նոր կայարան չի ստեղծվել եւ շահագործման չի հանձնվել եւ սա էլի շատ մեծ նախագիծ է, բայց որ այդ նախագիծը իրականացվելու է, այդտեղ երկու կարծիք չկա եւ էլի եմ ասում, այդտեղ մեր բանի տեմպերի մասին մեր պատկերացումները էլի շատ մի քիչ բան են, մի քիչ իհարկե պարզա որ ժամկետները մենք բոլորս ուզում ենք հնարավորինս կարճ լինի, բայց այնուամենայնիվ մանավանդ այն հատվածներում, որտեղ մենք կամ գիտելիք ենք կորցրել կամ հմտությունները որոշակիորեն բան են եղել, չեն օգտագործվել, հղկված չեն բավարար չափով, դա ժամանակ վերցնելու է, բայց մենք այդ ճանապարհով գնալու ենք, ընդ որում Աջափնյակ կայարանի թեման ինքը առանձին վերցրած թեմա չէ, մեր ռազմավարական մտածածն այն է, որ ի վերջո մետրոն շրջանաձև տեսք պետք է ստանա, ինչի արդյունքում նաև ըստ ամենայնի երթևեկության տրամաբանությունները կփոխվեն եւ արդյունավետությունները կմեծանան։ Այսինքն եթե մենք շրջանաձև երկու գիծ ունենանք, այդտեղ արդեն տրանսպորտի մասնագետները ավելի լավ խորհուրդներ կտան, այսինքն անդադ պտույտների, ընդ որում հանդիպակաց պտույտների միջոցով հնարավոր է, որ շատ ավելի մեծ էֆեկտներ ունենանք, քան մինչև այս տեսել ենք։ Եվ այդպես շարունակ, մենք էլի ուրիշ նախագծեր ունենք կապված Զվարթնոց օդանավակայանից դեպի Երևան եկող եւ այլն։ Ի վերջո, պարոն Խաչատրյան, էլի այն օրը բանում Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիները էլի հիշեցրին Հյուս Սարաֆի այդ կտորի այդ դատի, ես էլ ասեցի, որ մենք զբաղվում ենք դրանով, հույս ունեմ, այդտեղ էլ հույս ունենք, հա։